Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ խոսել է Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածների արդյունավետության մասին։ Փիթ Հեքսեթն ամերիկյան հարվածները բնութագրել է որպես պատմական հաջող հարձակում, հավելելով. Վաշինգտոնը ոչնչացրել է Իրանի միջուկային հնարավորությունները։ Նա կրկին քննադատել է լրատվամիջոցներին այն հրապարակումների համար, թե հարվածները լուրջ վնաս չեն հասցրել Իրանի միջուկային ծրագրին։ Պենտագոնի ղեկավարը վկայակոչել է բազմաթիվ գնահատումներ, որ տվել են Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչությունը և ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։ Նա նշել է, որ ըստ ԱՄԳ-ի Իրանի միջուկային ծրագրին ահռելի վնաս է պատճառվել։ Իրանական միջուկային օբյեկտներին հասցված լուրջ վնասների մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը։ Ըստ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեդքլիֆի հուսալի աղբյուրներից ստացվել են նոր հետախուզական տվյալներ, համաձայն որոնց իրանական միջուկային կարևոր օբյեկտներից մի քանիսը ոչնչացվել են և դրանց վերականգնման համար տարիներ կպահանջվեն։ Ամերիկյան կողմի այս գնահատումները հակասում են Իրանից հնչող հայտարարություններին։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին 12-օրյա պատերազմի ավարտից հետո իր առաջին տեսաուղերձում հայտարարել է, որ երկրի միջուկային օբյեկտներին հարվածելով ԱՄՆ-ին չի հաջողվել նշանակալի որևէ բանի հասնել։ Իրանի գերագույն առաջնորդը նաև սպառնացել է ավելի շատ հարվածներ հասցնել տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին, նշելով. նոր հարձակման դեպքում ագրեսորը ծանր գին կվճարի։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը չգիտի, թե որտեղ է Իրանը թաքցրել մինչև 60% հարստացված 400 կիլոգրամ ուրանը, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Նրա խոսքով, չնայած ռազմական գործողություններին, Թեհրանը պարտավոր է գործակալության տեսուչներին ցույց տալ, թե որտեղ է գտնվում հարստացված ուրանը։ Գրոսին մեկնաբանել է ԱՄԳ-ի հետ համագործակցությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին Թեհրանի որոշումը։ Դա իրավական պարտավորություն է, քանի դեռ Իրանը մնում է միջուկային զենքի չտարածման պայմանագրի կողմ, ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը Թեհրանի պարտավորությունն է և այն ուժի մեջ է, նշել է նա։ ԱՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագիծը հաստատել է նաև Իրանի սահմանադրական խորհուրդը, ինչից հետո այն խորհրդարանում օրենքի ուժ է ստացել։ Օրենքի ընդունմանը կողմ են քվեարկել բոլոր պատգամավորները։ Ըստ օրենքի միջազգային գործակալության հետ համագործակցությունը կասեցված կմնա, մինչև չապահովվի Իրանի միջուկային կենտրոնների և գիտնականների լիարժեք անվտանգությունը, ինչպես նաև մինչև չճանաչվի և չհարգվի խաղաղ միջուկային ծրագիր ունենալու Իրանի իրավունքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Իրանի իր գործընկեր Մասուդ Փեզեշքյանին իսրայելա-իրանական դիմակայության ավարտի և հրադադարի հասնելու կապակցությամբ, շեշտելով. տարածաշրջանում խաղաղությունն ու անդորրը կարևոր պայման են։ Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ, գոհունակությամբ հիշել Մասուդ Փեզեշքյանի Ադրբեջան կատարած հաջող այցը և ընդգծել այցից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված համատեղ ջանքերի շարունակման կարևորությունը։ Ալիևն Իրանի նախագահին հրավիրել է տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Ադրբեջանում հուլիսի սկզբին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ նորեջ են բացում թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Ըստ Էրդողանի, Թրամփի հետ քննարկման թեմաներից են եղել տարածաշրջանում ընթացող հակամարտությունները։ Էրդողանը նշել է, որ ինչպես Իսրայելի և Իրանի դեպքում նույն ջանքերը կարող են գործադրվել Գազայում, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման համար։ Ըստ Թուրքիայի նախագահի, Թրամփը պատրաստակամություն է հայտնել այցելել Ստամբուլ կամ Անկարա, եթե Ռուսաստանի նախագահը նույնպես այցելի այնտեղ։ Էրդողանը նշել է, որ Անկարան շարունակում է ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ և երկխոսություն է վարում կողմերի հետ բանակցությունների երրորդ փուլի անցկացման հարցով։ Ավելի վաղ Հաագայում Թրամփի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Էրդողանը հայտնել էր, որ F-35 կործանիչների ձեռքբերման հարցում առաջընթաց է գրանցվել։ Թուրքիան հեռացվել էր F-35-երի մշակման և ձեռքբերման համատեղ ծրագրից Թրամփի առաջին նախագահության ժամանակ 2019 թվականին։ Պատճառն այն էր, որ Թուրքիան Ռուսաստանից ձեռք էր բերել S-400 Triumph զենիթահրթիռային համակարգեր։ Ռուսական S-400-ների ձեռքբերման պատճառով ԱՄՆ-ն նաև պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի ռազմական արդյունաբերության նկատմամբ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։